Ողջույն, Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը կհրաժարվեն միջազգային դատական ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերից, բողոքներից, գանգատներից, եթե ստորագրվի խաղաղության պայմանագիրը, կողմերը կպարտավորվեն նաեւ ապագայում չներկայացնել հայցեր, որոնք կվերաբերվեն խնդիրների, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև, մինչև ստորագրման պահ հենց այս դրույթներն են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը երկար ամիսներ չէին համաձայնեցնում, երկու կետ կար չհամաձայնեցված, որոնցից մեկը միջազգային դատական ատյաններում հայցերի ճակատագիրն էր, եթե Հայաստանի իշխանությունը կարծում է, որ բնական կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պարագայում խաղաղության հաստատման process-ը սկսելու պարագայում իրար դեմ միջազգային դատական հայցերից հրաժարվել, ապա իրավապաշտպան համայնքը ընդդիմանում է այս սցենարին ունենալով խիստ մտահոգություններ, հատկանշական է, որ օրերս պաշտոնից հեռացավ միջազգային իրավական ատյաններում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշեկ Կիրակոսյանը, իրավապաշտպանները նշում են, որ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները միջազգային դատական ատյաններում իրավական գնահատականի արժանացնելու կարևորությունը խիստ արդիական է, դա դիտարկվում է որպես ապագա ագրեսիաների եւ հանցագործությունների կանխարգելման միջոց, սակայն արդյոք միջազգային ատյաններում կայացված վճիռները կատարվում են, օրինակ Իսրայելի վարչապետը եւ Ռուսաստանի նախագահը եւս հետապնդվում են միջազգային քրեական դատարանի կողմից, բայց միայն այդքանը Factor TV տաղավարում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Արսեն Խարատյանը, Ալիք մեդիայի հիմնադիր, Մարգարիտ Աքարամյանը, Վերադարձ դեպի դիզակ հասարակական կազմակերպության ղեկավար, Արթուր Սաքունցը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար եւ իրավապաշտպան, Աննա Մելիքյանը, իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ եւ Գուրգեն Պետրոսյանը, Այգերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ։ Շնորհակալ եմ Factor TV գալու համար։ Պարոն Խարատյան, սկսենք ձեզնից։ Եթե լինելու է խաղաղություն, հաստատվում է խաղաղություն, բնական չի, որ Հայաստանը եւ Ադրբեջանը իրար դեմ միջազգային հայցերից հրաժարվեն, իրար դեմ չգործեն միջազգային ատյաններում։ Նախ շնորհակալություն հրավերի համար, կարծում եմ իրավաբան ընկերները դրա իրավական հատվածների մասին առավել մանրակրկիտ իրենց եւ փորձառությամբ եւ նախկինում եղած միջազգային փորձի տեսանկյունից կխոսեն։ Բնականաբար վեճերի հաշտեցման գործընթացում տասնյակ բաներ են քննարկվում, այդ թվում նաև այն հայցերը, որ մենք ունեցել ենք, այդ թվում նաև արդեն կայացված վճիռների համատեքստում եւ տեսել ենք, որ մենք ցավոք չենք կարողացել հասնել նրան, որպեսզի այդ վճիռները կատարվեն, բայց դա երկրորդական է այն իմաստով, որ արձանագրվել է, որ այդ պահին այն ինչպես պահել է ադրբեջանական պետությունը, դրա արդյունքում ունեցել ենք Արցախի ժողովրդի էթնիկ զտումը, այդ ամենի արդյունքում ունեցել ենք այն իրավիճակը, որ ունենք։ Հիմա փաստացի Ադրբեջանը, տեսեք, փաստացի Ադրբեջանը այս կերպ փորձում է ամբողջությամբ մաքրագրել իր արածը, կլինեն դրանք այն պատերազմական հանցագործությունները, այս պահին մեր ունեցած պատանդառուները, որոնք պահվում են Բաքվում, այս ամենը ես հուսով եմ դրան կհասցնենք անդրադառնալ, սա նույնիսկ օրակարգում չկա, գիտեք, խաղաղության պայմանագրի եւ սա էլ չի քննարկվում։ Աշտարակ ասած չկա համաձայնություն այդ հարցով։ Ադրբեջանը պարզապես տևական ժամանակ հրաժարվել է ընդհանրապես բանակցությունների գործընթացում ներառել գերիների հարցը եւ հաջողությամբ կարողացել է դրան հասնել։ Սա մեր արտաքին քաղաքականության եւ բանակցությունների թերացում է։ Այս պիտի արձանագրենք որպես այդպեսին։ Մենք նույնիսկ այս տարիների ընթացքում չենք կարողացել հասնել նրան, որ մեր գերիների խնդիրը այս ընդհանուր բանակցությունների ընթացքում քննարկվեն։ Հիմա սա նույնիսկ չի քննարկվում խաղաղության պայմանագրի համատեքստում։ Հիմա տեսականորեն ասենք, ես խիստ կասկածում եմ, որ շուտ է լինելու այս ստորագրությունը, բայց եթե նույնիսկ վաղը ստորագրվում է եւ սա չի լինում, այսինքն ինչպես ենք հաշտության գալիս, այսինքն ես կփորձեմ կրկնեմ, իրավական հատվածը կթողնեմ, ընդհանրապես հերահար իմաստով, իսկ ինչ մոռացվելու է այս ամենը, լավ, ասենք, եթե նույնիսկ այս դատական հայցերը հետ են կանչվում, մենք չենք ունենում 120,000-ից ավելի տեղահանված արցախցիներ, կորցրած արցախցիներ, մենք չենք ունենում այն ամբողջ 30 տարին եւ այդ փաստաթղթով մաքրագրվում է եւ սկսում ենք նորեջից եւ այդպես երջանիկ ենք լինում իրար հետ։ Խիստ կասկածում եմ, թե սա էֆեկտիվ է լինելու։ Հետագայում նաեւ անդրադառնանք, Տիկին Քարամյան, դուք բռնի տեղահանվել եք Հադրութից եւ ձեր իրավունքների մասին ոտնահարված արցախցի մեր հայրենակիցների տարիներ շարունակ
այսպես ահազանգում եք եւ Հայաստանի Հանրապետությունում եւ միջազգային տարբեր կառույցներում, այդ ձեզ համար ինչով է կարեւոր, որ միջազգային դատական ատյաններում այս հայցերը շարունակվեն, արդյոք դուք իրոք ունեք սպասելիքներ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարություն կպատժվի, այսպես հակառակ տեսակետի կողմնակիցներն ասում են դա ուռճացված տեսակետ է, տեսեք Պուտինի, Նեթանյահուի ճակատագիրը, ինչ եք մտածում։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ինձ համար մի քիչ դժվար է խոսել մասնագետների շրջանում, բայց եմ նաև հեշտ է, որովհետև ես բոլոր այս մարդկանց հետ 4 տարի արդեն աշխատում եմ այս խնդիրների շուրջ, որոնք մենք այսօր քննարկում ենք։ Նախ ես կխնդրեի իմ գործընկերներին չկրկնել այդ 120,000 թիվը, որովհետև Արցախից տեղահանվել են 151,681 Արցախի գրանցում ունեցող բնակիչներ։ Այսինքն արհեստականորեն 20 թվականի ռազմական գործողություններից հետո տեղահանված մարդկանց ինչ որ ձևով արդեն դուրս են թողել, այսինքն մենք արդեն իրավունք չունենք պայքարել մեր իրավունքների համար, հա, այսպես է ստացվում։ Ինչ վերաբերվում է այս ամեն ինչին, ինչ որ կատարվում է հիմա, այն ինչ որ հիմա Հայաստանի իշխանությունները անում են, ես հիմա չեմ խոսի իրավական տեսակետից, այլ կխոսեմ մարդու իրավունքների տեսակետից, հա։ Ասենք թե Հայաստանը ստորագրեց Ադրբեջանը առաջին հերթին երբևիցե չի ստորագրելու այդ խաղաղության պայմանագիրը, թող բոլորը ցա իմանան, որ Ադրբեջանը 30 տարվա ընթացքում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, ոչ մի, որը որ վերաբերվում էր Արցախին կամ Հայաստանին։ Հիմա էլ չի ստորագրելու, սա ընդամենը այն ճնշման լծակն է, որը որ Ադրբեջանը օգտագործում է Հայաստանից այդ փոխզիջումները, դա նույնիսկ փոխզիջումներ էլ չի, այլ միակողմանի զիջումներ է։ Ասենք թե Հայաստանը այդ ամեն ինչին համաձայնվեց, այդ պայմանագիրը ստորագրվեց, ինչ են անելու մեզ հետ։ Այսինքն այս 150,000 մարդիկ շարունակելու են պնդել, որ իրենք տարիներ շարունակ իրենց ամբողջ կյանքը ապրել են Արցախում, ունեցել են այնտեղ ունեցվածք, ունեցել են այնտեղ հայրենիք, ունեցել են հայկական դպրոցներ, ունեցել են եկեղեցիներ, եւ այս ամեն ինչը բռնի ձևով իրենցից խլել են եւ իրենց դեպորտացիա են ենթարկել Արցախից։ Պետական հայցեր ներկայացնել, թե պարտադիր է որ Հայաստան Խնդիրը նրանում է, որ մենք փորձում ենք, մենք 20 թվականից արդեն փորձում ենք բոլոր մասնագետների հետ, իրավաբանների հետ եւ դրսի մեր հայրենակիցների հետ, իրավաբանների հետ աշխատում ենք, ուզում ենք ներկայանալ արտաքին իրավական դաշտում, բայց մեզ ամեն անգամ շեշտում են, որ այս ամեն ինչը բավական չի, պետք է պետականորեն լինի հայցեր, պետականորեն պետք է դիմեն, այսինքն աշխարհում ընդունված է, որ պետությունները կամ միջազգային կառույցները աշխատում են պետությունների հետ, այլ ոչ թե հասարակական կազմակերպությունների հետ։ Շնորհակալ եմ Տիկին Քամյան, շնորհակալություն պարոն Սարգսյան, դուք ինչ եք կարծում կարճ ներածական, հետո անցնենք այս կողմ խնդրին։ Եթե մեկ այլ իրավիճակի հետ կապված նման հարց տրվեր, թե գանգատներից հրաժարվելը ենթադրենք ինչա, ասենք աբսուրդ է, առավել ևս հիմա է աբսուրդ, ինչու ասենք, որովհետև դուք կապում եք խաղաղության, հա, այսպես խոսած։ Իշխանություններն են կապում, ասում են, եթե լինելու է խաղաղություն, ինչու ոչ, պարոն տեսեք, խաղաղության վերաբերյալ պատկերացումը երևի թե խիստ տարբեր է, որովհետև ինչ սկզբունքների հիման վրա ենք մենք խաղաղությունը կառուցում, մարդկանց խախտված իրավունքների, մարդկանց խախտված եւ չվերականգնված իրավունքների հիման վրա կամ ավերակների վրա խաղաղություն դա չի կարող լինել, ընդհանրապես բարձ ասեմ, որովհետեւ դա նշանակում է խախտողները կմնան անպատիժ, իսկ անպատժելիության հետևանքները ոչ միայն պետության ներսում, այլ նաեւ միջպետական հարաբերություններում անպայման հանգեցնելու է հետագա խախտումների իրականացմանը։ Սա այնքան պարզ մեխանիզմ է, այնքան բազմիցս ապացուցած, որ այս առումով իհարկե անհեթեթ է ասել, թե
ընդհանրենք գանգատից կամ մարդու իրավունքների խախտումների փաստերից հրաժարվել կամ դրանց վերականգնման ուղղությամբ գործողությունից հրաժարվել։ Կնեք Պարսակոնց, մի հարց, այստեղ մի հարց ես տամ, ձեր թեզը հիմնվում է նրա վրա, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարություն, զինվորական քաղաքական գործիչներ պատժվելու են։ Ընդդիմախոսներն ասում են, նույնիսկ եթե լինի վճիռ, չեն պատժվելու։ Տեսեք, հիմա շարունակեմ մի հատ ուրիշ հարցել։ Լավ, պետությունը Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց, ասենք թե ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, Հաագայի միջազգային քրեական դատարան դիմելուց կամ չգիտեմ այլած, բայց անհատական դիմումներ ունենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Պատրաստում ենք նաև անհատական դիմումներ ներկայացնել միջազգային քրեական դատարան։ Դրանց վրա ոնց հազելու, բոլորիս ինչ անելու, ասել թե ստիպելու կամ տուժողներին ասել թե հրաժարվեք ձեր անհատական դիմումներից, աբսուրդ է։ Ուզում ասեմ, ի սկզբանե ձախողված այդ թեզը որպես այդպեսին, եւ եթե Ադրբեջանը կարող է իրան թույլ տա ռեժիմը, ով որ փորձի օրինակի համար Հայաստանի դեմ դիմումներ ներկայացնել անհատական ստիպի որ հրաժարվեն, մեր մոտ ոչ մեկը չի կարող մեզ ստիպել կամ տուժողներին ստիպել, որ հրաժարվեն գանգատներից։ Այս առումով իհարկե անիմաստ է դրա մասին խոսել է, բայց բուն խնդիրը հետեւյալն է, որոնք են նույնիսկ կրկնեմ, այն սկզբունքները, որի հիման վրա մենք խաղաղություն կոնցեպտն ենք ուզում կառուցել։ Չի կարող լինել խաղաղության կոնցեպտ մարդու արժանապատվության, երաշխավորման, երաշխիքներից դուրս։ Հիմա դուք ասում եք վճիռներ են եղել, այո, վճիռներ են եղել, որ չեն կատարել։ Ամենատիպիկ օրինակը հիշեցնեմ մեր կոնտեքստում, հա, հայ-ադրբեջանական։ Չնայած դա հարց է։ Զարմանալի է, որ Ադրբեջանն ասում է հայ-ադրբեջանական է, բայց իրականում կա Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված Մինսկի խումբը հայ-ադրբեջանական հարաբերությունների համար չի ստեղծվել, այլ ստեղծվել է Ղարաբաղյան կոնֆլիկտը լուծելու նպատակով, ոչ թե Լաչինի միջանցնել չէ, պետք է բացվեր միջազգային դատականության։ Մինսկի խումբը ստեղծվել է Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման համար եւ ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։ Սա ուզում եմ հատուկ նշեմ, որ այն խոսույթը, որի պրտե եթե խաղաղության պայմանագիրը կնքվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ապա Մինսկի խումբը դադարում է անիմաստ դառնում, բայց կներեք Մինսկի խումբը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համար չէր։ Մինսկի խումբը նպատակը բոլորին այլ էր եւ նա շարունակում է մնալ, քանի դեռ իրավունքները խախտված են։ Հաջորդը, եթե գեշեցնեմ բանը, Եվրոպական դատարանի հայտնի որոշումը Չիրագով ընդդեմ Հայաստանի եւ Սարգսյան ընդդեմ Ադրբեջանի։ Սա ամենակարևոր ելակետային դրույթն է, որ տեղի ունեցել այո իրավունքների խախտում։ Դե պատերազմի ժամանակ ոչ չեն կարող խախտումներ չլինեն։ Միակ տարբերակը, որ Հայաստանը այս պահին կարող է առաջարկել, որից այդպես խուսափում է Ադրբեջանը, ոչ միայն խուսափում է, այլ դեմ է կանգնում եւ Հայաստանը տեղ է տալիս։ Դա միջազգային դա տրիբունալի ստեղծումն է պատերազմական բոլոր հանցագործությունների քննության առումով։ Թե չէ ինչ է դուրս գալիս, Ադրբեջանը ինքը այո 151,000 մարդու բռնի էթնիկ զտման է ընթացքում։ Այդ պատերազմական այդ հանցագործության ընդդեմ միջազգային բոլոր նորմերի խախտում, հա, ուժի սպառնալիքից հրաժարում, կոնֆլիկտը միայն խաղաղ կարգավորման ճանապարհով լուծելու, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների ոտնահարմամբ, ասում եմ, դե գիտեք, եկեք հրաժարվենք, ես այդ պատասխանատվությունից բան անեմ, բայց այն ամենից Հայաստանից վստահելի չի, գիտեք, նրանք անդադ խախտել են։ Այսինքն ինքը շարունակելու է այդ ոչ միայն հռետորաբանությունը, այլ գործողությունները։ Շնորհակալ եմ, Պարսակոն, շնորհակալ եմ։ Այո, եւ ես մի բան կներեք ավարտեմ։ Թող թվարկեն այն գործոնները Հայաստան, Ադրբեջան, այս կոնտեքստում, որոնք նպաստավոր են այսպես կոչված խաղաղության հաստատման համար եւ այն գործոնները, որոնք չեն նպաստում այդ գործոնները։ Մի հատ էզեւի SWOT անալիզ, հա, այսպես կոչված, մի հատ անալիզ արվի այդ գործոնների, անցկենան, հետո տեսնենք տակին ինչ ամնա, որտեղ մեր մտա ոչ մեկը դեմ չի է խաղաղությանը։ Բայց խաղաղություն ոսկորների կներեք, տառապանքների ու զրկանքների անտեսման վրա չի կարող լինել։ Սա ամենաբանը հիմնարար սկզբունքն է։ Շնորհակալ եմ։ Պարոն Պետրոսյան, սա իրավապաշտպանի տեսակետ էր, որը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանությունը, այսպես ասենք, իրագործելու տրամաբանության վրա։ Տիկին Քարամյանը անմիջական տուժող է այս բոլոր իրադարձությունների, բայց քաղաքական գործիչները ասում են, դա եղել է երկուստեք, եթե խաղաղության պայմանագիր ենք կնքում,
բնական կլինի, ինչպես մենք հրաժարվենք Ադրբեջանի դեմ դատական հայցերից, այնպես էլ իրենք այսօր ազգային ժողովում քննարկումներ արտգործնախարարին հարց են տալիս Հայաստանից հավանական 60 միլիարդ դոլարի Ադրբեջանի ակնկալիքների կամ ռեպարացիաների մասին, ասում էր, որ եթե պահանջները հետ են քաշում, սա ներկայացում է նաև բոլոր, այսպես ասենք, թեմաներն, ինչ եք դուք մտածում, արժի միգուցե մտածել այս ուղղությամբ գնալ մասին։ Չարժի։ Կարևոր ես ուղղակի զգուշացնեմ, այստեղ ընդդիմություն չկա, ես եմ փորձում հակառակ տեսակետներ բերել, խնդրեմ։ Ես համամիտ եմ գործընկերների հետ, այն ինչ որ մինչ այս պահին ասվել է, բայց եկեք մի փոքր հետադարձ հայացքենք եւ հասկանանք, թե որտեղ ենք մենք ընդհանրապես գտնվում այս տրիբունալների եւ գանգատների վերաբերյալ։ Միջազգային արդարադատության դատարանի ֆունկցիան ներկայդրությամբ կայանում նրանում հաստատելու, թե ինչպիսի ռասայական խտրականություն է տեղի ունենում Ադրբեջանում հայերի նկատմամբ եւ այն ինչպես պատանդարումների նկատմամբ է տեղի ունենում, այն որ արցախահայերի նկատմամբ է տեղի ունեցել, որ մարդկության դեմ հանցագործություն է տեղի ունեցել եւ մարդիկ ստիպված են եղել տեղահանվել, սա այդ ամբողջ այդ կոնտեքստի մասն է եւ այստեղ մենակ արցախահայերի մասին չէ խոսքը գնում, ցանկացած հայի մասին է խոսքը գնում, Հայաստանի հայի, Սփյուռքի հայի եւ Արցախահայի նկատմամբ։ Եթե մենք այդ գանգատներից հրաժարվենք, դա կնշանակի, որ մենք պարզապես, ինչպես արդեն նշվեց, մենք պարզապես մեր ձեռքերը լվանում ենք ամեն ինչից եւ հետագայում այլևս չենք կարողանա որևիցե ձեր միտեղ դա բարձրաձայնել։ Անու խաղաղության միջազգային խաղաղություն առանց արդարադատության չի լինում եւ ինչպես պարոն Սակունցը ճիշտ նշեց, մենք չունենք որևիցե պատմության մեջ այնպիսի դեպք, ունենք որոշ իհարկե դեպքեր, բայց հիմնական խաղաղության թեզի լավագույն տարբերակները կայանում են այն պարագայում, երբ որ կա արդարադատություն, կա դատարան, նույն Դեյտոնի պայմանագիրը երբ որ կնքվում էր, դատավարությունները որպես այդպես շարունակվում էին, կար Հարավսլավիայի նախկին Հարավսլավիայի տրիբունալ, որը քննում էր բոլոր այդ հանցագործների գործերը, ովքեր պատերազմական կամ մարդկության դեմ հանցագործություն են կատարել։ Մենք ունենք միջազգային Նյուրնբերգի միջազգային տրիբունալը, որը նույնպես ստեղծվել էր հենց այդ նպատակով, եւ մենք չենք կարող պարզապես այսպես այդ պատերազմական հանցագործությունները բաց թողենք, որտեղ խաղաղությունը այսպես երկնքից չի ընկնում։ Ինչ վերաբերում է միջազգային քրեական դատարանին, մենք հասարակական կազմակերպությունները բազմիցս են այդ հարցը բարձրացնել, թե միջազգային քրեական դատարանի հետ ինչպեսի ճանապարհներ կան եւ ոնց կարելի է դա ընդհանրապես ակտիվացնել։ Նույնիսկ եթե Հայաստանը դիմում չի ներկայացնում, որ իհարկե շատ ցանկալի կլներ, որպեսզի Հայաստանը այո դիմումը չի ներկայացնում, բայց հասարակական կազմակերպությունները արդեն եթե չեմ սխալվում 3 կոմունիկացիա հոդված 15-ով Հռոմի ստատուտի արդեն գնացել է միջազգային քրեական դատարան։ Սա նշանակում է, որ նույնիսկ եթե Հայաստանը դիմում չներկայացնի կամ գանգատները հետ վերցնի, դա չի նշանակում, որ իրավունքը որպես այդպեսին վերանում է։ Իրավունքը շարունակում է։ Կներեք, քաղաքական գործիչները կարող են ասել շատ լավ է, եկեք այդ բեռը մեզնից փոխանցենք ՀԿ-ների վրա, դուք ասացիք իրավունքը չի դադարում գոյություն ունենալ եւ մարդիկ շարունակեն անհատական հայցերով գնալ եւ իրենց իրավունքները պաշտպանել, մենք էլ քաղաքական ճնշումներից կձերբազատվենք։ Դա այդ ճանապարհը միշտ կար, այնպես չի որ հասարակական կազմակերպությունը շարունակում են այդ աշխատանքը տանել, բայց այստեղ հարկավոր է, որպեսզի Հայաստանը նաև, ինչպես արդեն նշվեց, որ մեզ պարբերաբար դնում են այնպիսի իրավիճակներում, որտեղ որ մենք պարբերաբար զիջումների ենք գնում, ու ներկայդրությամբ եթե մենք այդ զիջումներին տանուլ ենք տալիս, մենք սա ուղղակի խաղաղության պայմանագիր չի, սա պարզապես կապիտուլյացիա է եւ բոլոր ուղղություններով է կապիտուլյացիա, բայց ինչ վերաբերում միջազգային քրեական դատարանի մեր դիմումներին, այդ դիմումները բավարար չեն, որովհետև դատախազությունը բավականին ծանրաբեռնված է եւ շատ դեպքերում մեր խոսակցությունների ընթացքում հասկանալի է դառնում, որ իրանք որպես այդպեսին առաջին իրենց նախաձեռնությամբ գործը շատ անհավանական է, որ հիմա կսկսեն։ Դրա համար մեզ հարկավոր է նաեւ այլ պետություններ, ովքեր կարող են այդ դիմումը ներկայացնել։ Եվ դա կարող են լինել մեր գործընկեր պետությունները, բայց ինչպես այսօր ես կարդացի բաներից շատ եվրոպական պետություններ նույնիսկ ողջունում են, որ այսպիսի իրադարձություն կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, սա շատ սխալ մոտեցում է եւ սա այս դիմումները Հայաստանի վերաբերյալ չեն ու Ադրբեջանի վերաբերյալ չեն, սա տուժողների վերաբերյալ են ու սա միջազգային համամարտկային արժեքների մասին է խոսքը գնում եւ այդ նույն միջազգային հանրությունը, նույն Հայաստանը, որ այդ միջազգային հանրության մաս է ասում, պարտավոր են այդ գործողությունները իրականացնել։ Շնորհակալ եմ Տիկին Մելիքյան, ես իմ հարցը էլի կկրկնեմ։ Կան, այսպես ասենք, միջազգային տարբեր հատկապես քրեական դատարանի կողմից օրդերներ Պուտինի, Նեթանյահուին ձերբակալելու, չկա։ Քաղաքականությունը այդ որոշումները ոչնչացնում է ըստ էության։ Թրամփը միջազգային քրեական դատարանի դեմ պատժամիջոց է կիրառում Նեթանյահուին, այսպես ասենք, օրդեր տալու պատճառով, հա, այսինքն
թվում է, թե քաղաքականությունը գեոպոլիտիկան խժռել է մարդու իրավունքները միջազգային ատյանները, ես հասկանում եմ, պարոն Սարգսյանը հիմա շատ կբարկանա, բայց այդպիսի գնահատականներ կան, չարժի նոր, այսպես գլոբալ թրենդերով առաջնորդվել եւ հաշտության գնալ, ինչ եք մտածում։ Նախ պետք է նշեմ, որ պետք է տարանջատենք պետական պատասխանատվության ենթադրող մեխանիզմները, որոնք որ Միեդում եւ մարդու ՄԱԿ-ի միջազգային դատարանում մեր հայցերն են, այսինքն խոսքը չի գնում վերնախավի կամ ղեկավարության Ադրբեջանի քրեական անհատական պատասխանատվության մասին։ Հա, եկեք չշփոթենք։ ՄԿԴ-ում մենք չունենք բողոք դեռևս պաշտոնական քննվող, հա, մենք ունենք կոմունիկացիաներ ՀԿ-ներից կամ տուժողներից, որոնք որ ծիլ են կամ ինչ որ հիմք են փորձում ստեղծել, որպեսզի ինչ որ պետություններ կամ դատախազը սկսի իր նախաձեռնությամբ գործառույթ կամ ինչ որ պետություններ ուղղորդեն այդ գործընթացը, բայց դրա համար պետք չէ շփոթել նախ մեկը։ Երկրորդը, եթե խոսենք ուղղակի ՄԿԴ-ի մասին ու առանձին գուցե հետո անդրադառնանք, Դուտերտեն, որը Ֆիլիպինների նախագահն էր, բավականին տարիներ անց հիմա ձերբակալվել է եւ գտնում է Հաագայում։ 20 տարի առաջ գուցե մարդիկ նույն ձև մերպես հիասթափված էին, որ կատարվում են լայնածավալ մարդու իրավունքների խախտումներ, բայց որևէ արձագանք չկա եւ այլն։ 20 տարի տևեց կամ 15, բայց հասավ Հաագա, հա։ Այսինքն միջազգային արդարադատությունը մենք գիտակցում ենք դա, մենք միամիտ չենք։ Շատ հետաձգված կամ երկարատև process է։ Բայց սա չի նշանակում, որ պահի ռազմաքաղաքական դրսևորումների արդյունքում են աշխարհի մի մասը ընդամենը, ԵՄ-ն շարունակում է սատարել ՄԿԴ-ն, եթե ՄԿԴ-ի մասին կոնկրետ խոսենք, հա, ընդհանուր առմամբ, տարբեր դրսևորումներ կան նայած ում նկատմամբ, հա, այդ օրդերը եւ այլն, բայց հարցը դրա մասին չէ։ Հարցը նրա մասին է, որ մենք որպես ժողովրդավար հռչակած պետություն ունենք կոնկրետ պարտավորություններ, որոնցից մենք ազատված չենք, անկախ նրանից խաղաղության պայմանագիր ենք կնքում թե ինչ, այդ կոնվենցիաներով մենք ստանձնել ենք կոնկրետ պարտավորություններ, այդ թվում նաև պատերազմական հանցագործությունները հետապնդելու։ Այսինքն խոսքը ոչ միայն միջազգային մակարդակում ինչ որ գործողություններ կատարել, այլ այդ թվում նաև ներպետական։ Մեկ այլ բան էլ կուզեմ նշել, կարծես դա բաց է մնացել ու շատ վտանգավոր է։ Երևանից մենք լսում ենք տարբեր հայտարարություններ եւ ադրբեջանական պաշտոնատար անձանցից եւ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներից համաձայնեցված կետերի մասին, բայց ոչ մեկս չենք տեսել բուն տեքստը։ Չենք տեսել այդ թվունև այդ դրույթի տեքստը։ Դուք նշեցիք ձեր բացման խոսքում, որ պայմանավորվել են ոչ միայն հետ քաշել ներկայացված գանգատները, այլ ապագայում վստահ եք, որ այդպես է։ Վարչապետը եւ արտգործնախարար շատ վստահ են տիկին։ Դու մենք չենք տեսել, վստահ չենք կարող լինել, ներեցեք իմ թերավստահությունը, բայց հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների արձագանքը, ասեմ ավելին, իրենց կողմից ձևակերպված պնդումը այն է, որ փոխադարձ ներկայացված հայցերից են հրաժարվելու։ Այսինքն ոչ բոլոր հայցերից, այլ միայն փոխադարձ, իսկ փոխադարձ մենք ունենք ներկայացված Միեդում եւ ՄԱԿ-ի միջազգային դատարանում։ Արբիտրաժի մասին իրենք անգամ չեն էլ խոսում, հրաժարվում են թե ոչ։ Այսինքն բանավոր հավատանք մեր իշխանությունների մեկնաբանություններին ու ընկալումներին, ներեցեք, բայց նոյեմբերի 9-ի հայտարարության տարատեսակ մեկնաբանությունները մեզ համար կարծես թե լավ դաս պետք է լինեին, որ տողատակ մնաց ինչ որ տողերի միջև մնացած ինչ որ մեկնաբանությունների տեղ չպետք է լինի։ Այսինքն նախ ընդունելի չէ ընդհանրապես այդ կետը, երկրորդն էլ վստահել չենք, որ այն նպատակը հանուն որի կարծես թե իրենք համաձայնվել են դրան, խուսափելու այդ ենթադրյալ ռեպարացիաներից, որոնք որ դեռևս պետք է հաստատվեն եւ պայքար պետք է իրականացվի, այդ թվում նաև իրավական գործիքակազմով, հա, այսինքն հաստատելու կամ չհաստատելու որևէ բան, եւ մեզ կարծես թե այլընտրանքի միջև են դնում կեղծ այլընտրանքի։ Արդյոք Միեդի կողմից հատկացված փոխհատուցումը օրինակ գլխատունների համար ու խոշտանգված մերժին ծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ կամ տեղահանված անձանց ու սեփականից կորցրած սեփականության մասով ավելին կլինի, քան այդ ենթադրյալ ռեպարացիաները թե ոչ։ Սա կարծում եմ ոչ միայն իրավական չէ, այլ բարոյական էլ չէ։ Ամոթալի է նման հավասարակշռության նշան դնել նման իրավիճակների մասին։ Պարոն Խառատյան, արձագանք։ Այո։ Ուղիղ պատասխանի ակնկալիքով է։ Նույն այդ ձեր նշած եվրոպական երկրները, որոնք ողջունել են, որոնք նաև էականորեն շահագրգիռ են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում թեկուզ 30 օրով, բայց խաղաղ գործընթացը նրանք ոչ մի անգամ չեն դրել, որ Պուտինի դեմ միջազգային քրեական դատարանի դատախազի կողմից ձերբակալման որոշումը չեղալ հայտարարվի։ Չկա այդ ուշադրություն դարձեք։ Այսինքն խաղաղության կամ
խաղաղության ուղղված զինվորական գործողությունների դադարեցման ուղղված քաղաքական գործընթացները, գիտեք, այդ պետությունի Մակրոնի գլխով անգամ չի անցնի, որ այդ քաղաքական գործընթացները կարող են կարճել կամ կանխել պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ինստիտուտը։ Խնդրում եմ մի խեղաթ ունենք, հա, որպեսզի հասկանանք։ Այո, չի կարող որևէ պետություն ասի, չէ, մենք դեմ ենք խաղաղությանը կամ այդպես, բայց միաժամանակ հանցագործների համար պատասխանատվության ինստիտուտին են կողմ, չեն ասել, չէ, որ Պուտին դու համաձայնվի ագրեսիան դադարեցրա եւ այլն, ու մենք քո նկատմամբ որևէ այդ պահանջներ, ասենք թե չի կարող տեղի պատժամիջոցները կանենք, բան։ Չէ, մի րոպե։ Այդ բանը պատժամիջոցները պետության հանդեպ, բայց անձնական պատասխանատվության ինստիտուտը չի կարող վերանցվել, այս դրա մասին է խոսքը։ Պարոն Խառատյան, արձագանք, եթե ունեք ձեր նախընտրելի հարցով, եթե ոչ, ռեալ պոլիտիկ եւ միջազգային իրավունք, սրանց պայքարում այս պայդրությամբ որն է հաղթում։ Դե դատական հայցերի մասով իրավաբան գործընկերները կարծում շատ ավելի կարևոր բաներ ասեցին, ես ընդունում եմ ճշգրիտ 151,000 եւ ես նկատի ունեի ընդամենը 2023-ին, այսինքն առաջի պատերազմից հետո հադրութի շրջանի, ճիշտ է, միանշանակ հարցը այստեղ հետեւյալն է։ Հիմա պիտի նայենք խնդիրը հնարավոր իրական լուծումների տեսանկյունից, եթե չենք կարող խուսափել այս խնդրի արդեն իսկ քաղաքականացվածությունից եւ քաղաքական բանակցությունների առարկա դառնալուց։ Միայն մաքուր իրավունքի խնդիր չի։ Ինչ խոսք եւ չերել կարող լինել այս պարագայում, որովհետեւ արդեն վաղուց սա դարձրել էին ադրբեջանցիները կոնկրետ դարձրել, որովհետեւ սա իրենց ամենացավոտ եւ թերևս միակ կետն է, որտեղ իրենք խոցելի են մնացել։ Եվ թերևս միակ լծակներից, որ Հայաստանը ունի Ադրբեջանի դեմ, որը չդարձավ արտաքին քաղաքականության մաս, անգամ 2023-ից հետո։ Հիմա թող ինձ բացատրեն, շատ լավ, ասում են պատերազմ ենք կանխում ամեն գնով, այդ ամեն գնով ինչ որ կետ ունի, ինչ որ սահման կա, կանգ է առնելու ինչ որտեղ, թե ամեն ինչ ենք տալու հավատալով, որ գոնե չհարցակվեն, այսպես հնարավոր չի, հա, այսինքն մենք ինչ ունենք, մենք ունենք փաստացի, առանց որևէ բանի եմ ուզում ասել, պարտադրված տրամաբանությամբ խոսակցության շարունակություն, այնպես ինչպես դելիմիտացիան տեղի ունեցավ, այնպես ինչպես հիմա Ադրբեջանը միակողմանիորեն է հայտարարում, որ ինքը դա ընդունում է։ Սա ամենա դիվանագիտության մեջ մովետոն է կոչվում, հա, այսինքն իրենք ուղղակի երբ որոշեցին այդ պահին ասեցին, հա, ընդունում ենք, ոնց ասել ենք, տենց էլ անում են, դրա համար էլ հիմա մենք հայտարարում ենք։ Դրան հաջորդեց անմիջապես Թուրքիայի հայտարարությունը, Հայաստանի արտգործնախարարությունը ափալ-թափալ ասեց, այո, այդպես է, էսա իրերի դրությունը սրանք են։ Փառք Աստծո, այսօր էլ ամեն ինչ տեսանելի է, ձայնագրելի է, ժամանակները կարելի է տեսնել։ Հիմա պետք է հասկանալ հաշվի առնելով այն խորը անվստահությունը, որ մեր երկու հանրություններն ու պետություններն ունեն իրար նկատմամբ, համապարփակ խաղաղության պայմանագիրը լուրջ փաստաթուղթ է եւ իրավական առումով իրավաբանները թույլ չեն տա ստել, բայց դրանք ունենում են, մենք ունենք տարբեր փորձեր խաղաղության պայմանագրեր կնքելու, որոնք մասնակի են գործել կամ գործել են տևական ժամանակ հետո պայթել են էլի, որովհետեւ winner takes it all տրամաբանությամբ, այսինքն հաղթողը վերցնում է ամեն ինչ տրամաբանությամբ, տևական կայուն խաղաղություն հնարավոր չէ ունենալ։ Այսինքն սա դասագրքային ճշմարտություն է։ Սա ոչ ոքի չի, երկուսն էլ հետ են քաշում հայցերը։ Տեսեք, Ալիևը ընդամենը 6 ամիս առաջ հայտարարում էր, որ իրենց գնահատմամբ Արցախի տարածքում 150 միլիարդ դոլարի թալան է արվել, հիմա 60 միլիարդ է իջել, չգիտեմ ոչ, այսինքն 150 էր ասում, ասում էր մենք պատրաստ ենք այդ դատական հայցերը, եթե Հայաստանը հետ կանչի, այդ մոռանանք, այսպես ասած, հա։ Հայաստանը դրան ի պատասխան ոչինչ չի ասում։ Ուղղակի ոչինչ չի հնչում։ Երբ մենք խոսում ենք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, եւ նաեւ մեր գործընկերներին դիվանագետ ասում եմ, ինչի չենք այդ մասին խոսում, դե ասում են հենց որ այդ մասին խոսում ենք, իրենք բերում են, ասում են, բա Հայաստանի ադրբեջանցիները։ Դե ասում մենք էլ ունենք Կիրոաբադի, Բաքվի, Սումգայիթի, Շամխորի, չգիտեմ, հա, այս խոսում ենք, չենք խոսում, այսինքն մենք ինչու է մեր լեզուն այսքան կարճ։ Խոսքը սրա մասին է։ Եվ ինչու ենք մենք ամեն ձախողում դիվանագիտական, փաթեթավորված ներկայացում որպես լուծումներ եւ երկկողմանի զիջումներ, սա ցանկալին իրականության տեղ ընդունել է։ Սա կոնկրետ հստակ է այսօր եւ ինչքան մենք այս տրամաբանությամբ շարժվենք, փաստացի կատարելու ենք իրենց ցանկությունները եւ կանգ է առնելու այն կետում, որտեղ իրենց համար դա ձեռնտու է։ Դուք չխոսեցիք ռեալ պոլիտիկի եւ իրավունքի բախման մասին ներկա աշխարհակարգում։ Տեսեք, ընդհանրապես ներկա աշխարհակարգը թե ոչ, երբ որ դու պրակտիկ լուծումներ ես գտնում եւ վստահություն ունես, որ դա լուծում է դառնալու, կարող ես քննարկել ամեն բան։ Սա հարցը այստեղ չի, հա, այսինքն ոչ մեկ, նույնիսկ մեր արցախցի հայրենակիցները, ովքեր առաջնային ամենամեծ կորուստն են ունեցել այս պատերազմի արդյունքում, վստահաբար եթե իմանան, որ սա լուծում է, որը հեռանկար է ցույց տալիս եւ կարողանալու են կապրել եւ գալու են այն խաղաղության արժանապատիվ խաղաղություն կկոչենք, թե ինչպես հիմա տերմինների մեջ չխորանամ, վստահ եմ, որ այդտեղ էլ է հնարավոր լինելու խոսակցություն ծավալել։ Հարցն այլ տեղ է։ Մենք շարունակում ենք միակողմանիորեն
պարտադրված տրամաբանությամբ առաջ շարժվել։ Հիմա կրկնեմ, այսինքն թող մեկը ինձ ասի, որ վաղ այդ փաստաթուղթը ստորագրեց, հաջորդ օրվանից մենք ունենալու ենք անվտանգության երաշխիքներ։ Չի լինելու։ Ակնհայտ է, որ չի լինելու, չկան դրանք, ավելին ասեմ, այն անվտանգության երաշխիք հանդիսացած եվրոպացի դիտորդները, որ մենք կարողացել ենք բերել սահմանի երկայնքով, դրանց դուրս գալու պարագայում երրորդ աչքել չի լինելու այստեղ։ Եվ ոնց ենք ապացուցելու, չգիտեմ, այդ 1000 կիլոմետր սահմանագծի կամ շփման գծի երկայնքով Ադրբեջանը ինչ որ պրովոկացիա արեց, թե մենք չունենք այս վստահությունը, չէ՞։ Եվ չկա որևէ մեկը, որը գալու է մտնի եւ այդ անվտանգության երաշխիքներ անի։ Հիմա ես մի բան եմ ուզում ասել։ Այստեղ կանգնած բոլոր մարդիկ վստահ են, որ խաղաղության կողմնակից են եւ կուզենան եւ այս չեն եկել պարզապես սևացնելու, ասելու այդ խաղաղությունը իրենք են չեմ ուզում։ Ոչ, այդպես չի։ Բայց մեզ փաստացի նախ այդ փաստաթուղթը պիտի հրապարակվի, ինչպես ճշգրիտ նշվեց, մենք տեսնենք ինչի մասին է խոսքը։ Թող մեր հանրությունն իր կարծիքն ասի։ Հետո պիտի գնա միևնույն է խորհրդանում, քննարկվի սահմանադրականություն, պիտի չէ, ստուգվի այդ փաստաթղթի, բայց այդ էլ մի կողմ դնեմ։ Հիմա որևէ մեկը ինձ կարող է ասել, որ ժամանակացույցը դրա տեղի ունենալու մենք ենք թելադրում կամ մեզ հետ համաձայնեցվում է, բացարձակ այդպես չի։ Ադրբեջանը սահմանադրություն փոխելու պահանջ է դնում, ստորագրություն։ Այսինքն ինչ է ասում Ադրբեջանը։ Ադրբեջանն ասում է, հələ մի հատ սահմանադրություն կփոխես, ես կտեսնեմ, որ դու այնտեղ որևէ ագրեսիայի մասին խոսքես, նոր կստորագրեմ։ Սա նշանակում է, որ եթե սահմանադրական հանրաքվե է լինելու, այդ սահմանադրական հանրաքվեն դառնալու է խաղաղության ու պատերազմի ընտրություն։ Այդպես է մատուցվելու մեր հանրությանը։ Եվ մարդիկ հայտնվելու են մի իրավիճակում, որ ասում են, եթե ես սրան դեմ եմ քվեարկում, ուրեմն խաղաղության դեմ եմ։ Այս մեթոդական սպեկուլյացիան արվելու է Հայաստանի ներքաղաքական տրամաբանության մեջ, եւ փաստացի ես ձեզ ասեմ, եթե այս պահին գոնե այդպես գիտենք, եթե 26 թվականի հունիսին ընտրություններին համընթաց է լինելու սահմանադրական հանրաքվեն, ապա 2026 թվականի խորհրդանական ընտրությունները լինելու են այդ փաստաթղթին կողմ կամ դեմ քվեարկելու մասին, որը Տիկին Քամյան, արցախցիները ինչ են մտածում այս հարցերի շուրջ։ Ընդհանրապես պարոն Խարատյանը ակնարկում է, որ կարող են մարդիկ որոշակի զիջումների գնալ, եթե վստահ լինեն, որ խաղաղություն կլինի։ Ինչ եք մտածում։ Իրոք այս խնդիրը արդեն շատ է քաղաքականացվել եւ ոչ միայն ազդում է արտաքին քաղաքականության վրա, այլ նաեւ արդեն ներքին քաղաքականության վրա եւ դա գալիս է նրանից, որ Հայաստանը անընդհատ զիջումներ է գնում Ադրբեջանին, Ադրբեջանը անընդհատ ավելացնում է իր պահանջները, հա, այսինքն արդեն եկել է հասել, որ եւ դիտորդները պետք է դուրս գան եւ հայցերը պետք է հետ քաշենք եւ այլը, բայց ամենակարևորը սա արդեն սկսել է ազդել ներքին քաղաքականության վրա, որովհետև Ադրբեջանը անընդհատ Հայաստանին ստիպում է, որ արցախցիների հարցը ընդհանրապես չպետք է հնչի նույնիսկ։ Եվ սրանից բխած արդեն Հայաստանի իշխանությունները արդեն աբսուրդի է հասել այդ ամեն ինչը, որ արցախցիներին անվանում են Հայաստանի անվտանգության սպառնալիք։ Հասկանում եք, այսինքն սա բերել է նրան, որ մենք չենք կարողանում նույնիսկ մեր ձայնը բարձրացնել, մեր իրավունքները պաշտպանենք, որովհետև մտավախություն ունենք, որ սա կարող է դիտարկվել որպես իրոք սպառնալիք, որ այսինքն մեր քայլերից Ադրբեջանը կարող է ինչ որ մի պրովոկացիայի գնալ եւ սա վերագրվի նրան, որ այ տեսեք արցախցիները բողոքում են, իրենք պայքարում են իրենց իրավունքների համար եւ Ադրբեջանը դրանից գրգռվում է, ինչպես որ սիրում են Հայաստանի իշխանությունները ասել, որ ամեն ինչից գրգռվում են։ Հիմա ինչ անենք, իրանք գրգռվում են, բայց մենք էլ ամեն ինչ կորցրել ենք։ Սա դեռ քիչ է, ես գտնում եմ, որ ընդհանրապես Արցախի բնակչության այս մասսայական տեղահանությունը սա այն ամենամեծ խաղաքարտն է հիմա Հայաստանի ձեռքում, որով Հայաստանը կարող է Ադրբեջանին զսպել։ Այսինքն մեր իրավունքների համար պայքարը միջազգային ասպարեզում կարող է զսպել Ադրբեջանին։ Ինչու է Ադրբեջանը անընդհատ այսպիսի պահանջներ դնում, որովհետև ինքը գիտի իր արածները, ինքը գիտի որտեղ են իր ռազմական հանցագործությունները, որտեղ են այն մարդկության հանդեպ գործած հանցագործությունները եւ ուզում է, որ դրանք վերանան։ Այսինքն Հայաստանը դրա մասին չխոսի, արցախցիները դրա մասին չխոսեն։ Այդ է պատճառը, որ անընդհատ առաջ են քաշում միջազգային Այո, իհարկե, այսինքն միջազգային ասպարեզը դա այն միակ հարթակն է մնացել, որտեղ մենք կարող ենք
ընդհանրապես խոսել մեր խնդիրների մասին եւ պաշտպանել մեր իրավունքները։ Հենց դրա համար է Ադրբեջանը այսքան ստիպում Ադրբեջանին եւ անընդհատ Հայաստանին եւ անընդհատ ուզում են մեր ժողովրդին ներշնչել, որ հենց արցախցիների խնդիրը բարձրացնում ենք, Ադրբեջանը պատերազմի մասին է սկսում խոսել։ Բայց տեսեք ինչ եղավ, այսինքն Հայաստանը ասեց, որ համաձայնվել է, որ հետ է կանչելու հայցերը, միանգամից Ադրբեջանը նոր պահանջներ դրեց, որ պետք է դիտորդները դուրս գան, որ պետք է սահմանադրությունը փոխեք եւ այլ եւ այսինքն Ադրբեջանի պահանջները երբևիցե չեն վերջանալու։ Եվ այն չեմ խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչի այդքան ասում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերանա, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը 30 տարվա ընթացքում արձանագրել է այն բոլոր խախտումները, որը որ Ադրբեջանը արել է եւ առաջին ու ամենամեծ ու ամենավտանգավոր Ադրբեջանի համար խախտումը այն է, որ ինքը 92 թվականին ստորագրել է, մտել է ԵԱՀԿ այն պայմանով, որ ինքը կլուծի Արցախի խնդիրը խաղաղ ճանապարհով եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա, բայց մի շաբաթ հետո ինքը ագրեսիա է սկսել Արցախի հանդեպ։ Պարոն Սաքունց, տեսեք, եկեք էլի ձեր ես ինչքան հասկացա այսօրվա խոսակցության քաղաքականություն եւ իրավունք, այո, որովհետեւ հենց դրա հետ գործ ունենք այսօր այն։ Նախ առաջի հերթին ձեր ասած, նույնիսկ եթե իրավական այդ գնահատականներ միջազգային ասոցիացիաներում չի կատարվում, դրանք չեն դադարում լինելուց որպես իրավական գնահատական, որը որպես գործոն դու հողում ես անում։ Սա շատ կարևոր է։ Դու ոչ թե քո ազգային դատարանը, որ ենթադրենք դատարանում, ոնց որ հիմա Բաքվում այդ հրապարակային բաժիշ գործողությունն է իրականացնում ինչ-որ ակտ ստանալու։ Խոսքը վերաբերում է միջազգային ճանաչված դատարանի կողմից, Ացիանի կողմից տրված գնահատականին։ Եվ դրա դեմ որևէ պայմանավորվածություն ըստ քաղաքական նպատակահարմարության ոչինչ է այն իմաստով, որովհետև դա արդեն գնահատականը կա, որին ես կարող եմ հղում կատարել, դուք կարող եք հղում կատարել եւ հղում կարող են կատարել տարբեր սուբյեկտներ։ Հիմա սա այդ որպեսզի նշանակություն է, որ ոչ մի անգամ դրանց նշանակությունը կախված եվրոպական դատարանի վճիռները չեն կատարում ենթադրենք որոշ պետություն, դրա համար ասենք թե Ռուսաստանին հեռացրեցին նաև ագրեսիայի համար, բայց դա չի նշանակում որ ենթադրենք դադարեց այդ եվրոպական, դե բանը Ստրասբուրգի դատարանը բան եղավ, մտածմունքի մեջ ընկավ որ ենթադրենք Ռուսաստանը չի կատարել, արձանագրում է Ռուսաստանը չի կատարել, հա, ինչպես նաև չի կատարում Ադրբեջանը։ Հաջորդը, եկեք ազնվորեն եկեք մի հատ այս մեխանիզմը զարմանում իշխանությունները չի չեն խոսում։ Խոսքը վերաբերում է 1920 թվականի շատ հետաքրքիր մեխանիզմի մասին։ Բոլշևիկյան Ռուսաստանը օգնում է քեմալական Թուրքիային, Թուրքիան հարձակում է Հայաստանի վրա, Հայաստանը որպես վերջին միջոց ասում է Ռուսաստան խնդրում է ինձ փրկի ու գալիս է փրկում Կարմիր ազատարար բանակը։ Այս մեխանիզմի մասին օրինակի համար հանձինս հիմա արդեն ոչ թե Թուրքիայի, Ադրբեջանի միջոցով օգտագործելու մասին է խոսքը, չէ՞, օրինակի համար։ Թող պասնողին ասին, այո, մենք շատ ծանր վիճակի մեջ ենք։ Մենք էլ ասում ենք, լավ, այդ ծանր վիճակից դուրս գալու տարբերակը հո ագրեսորին ենթարկվելը չէ, որովհետև դրա համար մենք ասում ենք ռազմավարական համագործակցություն, մենք ասում ենք բանը միջազգային նորմեր, մեխանիզմներ, որի մեջ մտնում է նաև Եվրոպական միության քաղաքացիական դիտորդներ, եթե 18-20 թվականներին կարող էին ասել անգլիական նավերը չեն կարող հայկական բարձրավանդակը բարձրանալ։ Հիմա կներեք, բարձրավանդակը բարձրացնելուց պետք չի նավեր։ Ժամանակակից տեխնոլոգիաները եւ հնարավորությունները եւ գլոբալ այս ինֆորմացիոն եւ այլ ռեսուրսներ թույլ են տալիս իրապես այդ խնդիրները լուծելու։ Այնպես որ այստեղ որևէ արդարացում չկա, չնայած երևի դրա մասին դրա համար չեն բանում։ Որ ընդհանրենք, այո, հնարավոր է պատերազմ, բայց պատերազմի կանխման այս միջոցը որը ես այսպես հիշատակեմ, հա, հայտնի բանաձև է, երբ որ հանուն անվտանգության դու զիջում ես ազատությունը, ապա զրկում ես եւ ազատությունից եւ անվտանգությունից։ Հիմա եթե դու հանուն անվտանգության հրաժարվում ես քո իրավունքների պաշտպանությունից, վստահեցնում եմ ոչ անվտանգություն այլ ունելու։ Այդ իհարկե իրավունքները խախտված չեն վերականգնվում, որտեղ հրաժարվում ես այդ իրավունքներից։ Միաժամանակ անվտանգությունն էլ է խաթարվելու, անվտանգություն էլ չի լինելու։ Սա է մեր ամենա հիմնական պահանջը եւ երբ որ գիտեք ասում են թե բանը հա գիտենք մենք է գիտենք այսօր ես էլ էի լսում մենք է գիտենք Ադրբեջանի հռետորաբանությունը վարկագիծ եւ այլն հա բայց ո՞րն է փարատելու կամ ասենց ասեմ ո՞րն է այն մեխանիզմը որով պետք է կանխվի այդ հռետորաբանության պրակտիկ իրականացումը սրա մասին ենք մենք ասում պայմանագրի կնքումը չէ ինքնին տեսեք այդ պայմանագիրը քաղաքականությունը հնարավոր իրագործում ասում են թե սա է հնարավոր սա ենք անում բայց ես նույնիսկ պնդեմ առանց միջազգային որևէ մեխանիզմի
որի փաստը ունենք հանձինս Եվրոմիության թեկուզ քաղաքացիական դիտորդների, որևէ համաձայնություն, հա, չի կարող գործել։ Ամբողջ խնդիրը սրա մեջ է, չունենալով վստահություն, իսկ վստահություն չունենալու համար հիմքերը եւ իշխանությունը, եւ հասարակությունը, եւ բոլորը ունեն։ Հիմքերը տրամադրել է կամ տալիս է Ադրբեջանի ղեկավարությունը։ Դրանց կանխելու միջազգային երաշխիքներ կամ մեխանիզմներ չունենալով գնալ որևէ համաձայնության, դա չի կոչվում խաղաղություն։ Հասկացաք, չէ՞, այսինքն բացի իրավունքների, խախտված իրավունքներից, ուրեմն պաշտպանության կամ վերականգնման պահանջներից հրաժարվելը, նաև այդ միջազգային նույն մեխանիզմների բացակայության պարագայում ընդհանրապես դուրս է գալիս այդ ինչ-որ մի հատ խոսակցություն, որ խոսում ենք, էլի, բայց կներես, բանը Իլհամ Ալիևը հիմա խոսք է տվել, ասենք թե որ ժողովուրդ ջան, հենց որ համաձայնագիրը կնքեցին, չեմ հարձակվելու, դուք կներեք։ Ես անհայտ կորածների խնդիրներով ճանապարհ չկա խողովակ։ Դրանց բանը համարում է ահաբեկչական միավորումներ ֆինանսավորում դեպքում, որ չկա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ միջազգային փաստաթուղթ, որ Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանությունները կամ պաշտպանության բանակը որակվեն որպես բան, ահաբեկչական միավորում։ Չկա այդ ձևի բան, ժողովուրդ։ Ու այս ամեն ինչը համադրելով, բապաշ չի, որ իմ մոտ անվստահություն է։ Ոչ թե այս խաղաղություն դեմ եմ, չէ, բայց խաղաղության այս անվանումամբ այս գործընթացը ինքը շատ չասեմ անհուսալի բանը, բայց անարդյունավետ գործողություն արնելու առանց այդ երաշխիքների։ Նույնիսկ կրկնեմ, թող հստակ ասեն, որ այ Ադրբեջանին իդեպ դա համար չի Ռուսաստանը խոսում, հա, որովհետև ինքը սպասում է այս փաստաթղթին, այնպես չի միամիտ չէ, ինքը ոչ դեմ է խոսում, որովհետև եթե դեմ չխոսում, նշանակում է կողմ է։ Իսկ ինքը շատ լավ օգտագործում է։ Հիմա դու ասա թե լավ, այս փոստից ուզում ենք դուրս գանք, այսօր գործնախարարի խոսքն եմ ասում։ Սա այդ փոստից դուրս գալու տարբերակը չի, ժողովուրդ։ Սա հստակ ասեմ։ Շնորհակալ եմ։ Պարոն Պետրոսյան, տեսեք, Հայաստան վարչապետը ինչպես էր մեկնաբանում, որ այս դատական հարցերը, որպեսզի առաջ չքաշվեն, դա, այսպես ասենք, պետք է հայցերից հրաժարվել եւ դա թույլ կտա սրացումներ թույլ չտալու նպատակով, այսինքն ինչքան կոնֆլիկտածին հարցերը դատարան, իրար առաջ քաշել, այսպես պայմաններ առաջ քաշել, հիշեցնել եւ այլն, դա բերում է կոնֆլիկտների։ Այ միգուցե այս հայցերի հետ քաշումը սրացումները կանխարգել, ինչ եք մտածում։ Չի դատարի, որովհետև անձինք ունենալու են մեկ այդ իրավունքը եւ դա իրենց լիարժեք իրավունքն է շարունակել այդ հայցերը ներկայացնել թե ՄԻԵԴ, թե միջազգային քրեական դատարան, թե նաեւ օգտվելով եվրոպական ազգային դատական համակարգերից, հա, ոչ մեկ դա չի կարող արգելել, ինչպես նաեւ նախորդիվ նաեւ նշվեց։ Բայց ես կուզենայի նույն այս հարցի վերաբերյալ նաեւ մեկ անդրադարձ կատարել, ինչ տիկին Քարամյանն ասեց, բանի վերաբերյալ դիմումներ ներկայացնելու վերաբերյալ։ Ալիևը տարվա սկզբին բավականին շատ կոշտ հրետաբարություններ օգտագործել, ասելով, որ Հայաստանում ֆաշիզմ կա եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է այդ ֆաշիզմը վերացնի, հակառակ դեպքում իրենք դա կվերացնեն։ Հիմա տեսեք, այդ նույնը դիմումների պարագայում, ես որպես արդեն տեսնելով այս բոլոր զարգացումները Հայաստանում եւ իշխանությունների կողմից կարող եմ արդեն կանխատեսել, թե ինչպիսի հետևանք կարա լինի, եթե անձինք իրենց անհատական դիմումներով ներկայանան տարբեր միջազգային ատյաններ։ Դա կդիտարկվեն որպես դավաճաններ կամ անձինք, ովքեր խանգարում են այդ process-ին, reconciliation process-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ կդիտարկվեն որպես անցանկալի անձինք, փորձեն իրենց տարբեր ձևերով ճնշումների ենթարկել։ Նույն մեր գործընկերները, ովքեր որ դրսում են գտնվում եւ իրենց կողմից բերված հայցերը նույնպես Հայաստանի Հանրապետության կողմից չեն բանալու։ Թե ինչ անել այս պարագայում իրավաբանորեն ուղղակի աբսուրդ է, որ քաղաքականությունը այսպես մոտեցում է բանանում ներկայացնում անձանց նկատմամբ, ովքեր որ ունեն այդ իրավունքը պաշտպանության, ինչպես գործընկերս ճիշտ նշեց, մենք պարտավոր ենք նաև հետապնդել պատերազմական հանցագործությունները եւ մենք որպես հասարակական կազմակերպություններ կարող ենք նաև օգտագործել նաև այլ դատական համակարգեր, ազգային դատական համակարգեր, որպեսզի պատերազմական հանցագործներին ներկայացնենք պատժի։ Դա կլինի Հայաստանի Հանրապետությունում, դա կլինի Ֆրանսիայում, դա կլինի Շվեդիայում կամ այլ պետություններում։ Բայց այդտեղ մի այլ դեպք եմ ուզում հիշեցնել։ Մեր անգործության եւ Ադրբեջանի գործունեության վերաբերյալ։ Տեսեք, ընդհանրապես ամիսներ առաջ Մոսկվայում ձերբակալվեց մի պատերազմական ենթադրյալ պատերազմական հանցագործ։ Հա, դիմումների հիման վրա, փոխօգնության դիմումների հիման վրա։ Եվ ամբողջ ադրբեջանական համակարգը կանգնեց այդ անձի հետևին եւ փորձեց իրան հնարավորինս շուտ բաց թողնել։
այն դեպքում, երբ որ մենք պետք է ամեն ինչ գործարկենք, որպեսզի այդ անձի կալանքի տակ կամ ձերբակալման ժամկետի մեջ գտնվելու ժամանակը երկարաձգվեր, որովհետև դա մեզ համար հնարավորություն էր տալիս բանակցելու, ավելի սեղմելու այդ ուղղությամբ։ Սա մեր կողմից քրեաիրավական եւ միջազգային քրեաիրավական տեսանկյունից է նաեւ ուղերձ է բոլոր այն ենթադրյալ պատերազմական հանցագործներին, ովքեր որ մասնակից են եղել, իրանք փախուստ չունեն եւ ես կուզենայի նաեւ ավելացնել պարոն Սակունցին, նույն Պուտինի նկատմամբ, նույն Նետանյահուի նկատմամբ այդ օրդերները որ կան, դրանք հավիտենից մնալու են, ոչ մեկ չի կարող դա որպես այդպեսին քանդել կամ ավիրել, որովհետև երկրորդ համաշխարհայինից ի վեր ստեղծվել է սկզբունք, որը ասում է ցանկացած անձ, ով որ կատարել է պատերազմական միջազգային հանցագործություն, անկախ ժամանակից, անկախ տեղից ենթակա է անհատական պատասխանատվության։ Եվ սա ուղղակի ժամանակի հարց է, թե երբ այդ անձը կհայտնվի դատարանի առաջ։ Մենք ունենք Դուտերտեի օրինակը, որ 2018-19 թվականից այն կարտելների դեմ բաներ կատարում, հանցագործություններ էր կատարում, ենթադրյալ, դեռևս չեն կարող խոսել, որ ինքը միջազգային մարդկության դեմ կատարած հանցագործ է, որովհետև միջազգային քրեական դատարանի դատավարությունները որպես այդպեսին շատ անկախատեսելի են։ Նույն պարագայում միգուցե եւ Պուտինը բան չի, պատերազմական հանցագործ չի, ինչ որ իրեն ներկայությամբ մեղսագրվում է։ Բայց այն, որ դատական համակարգը կա եւ ուժողների շահերից է բխում, որ այդ անձինք հայտնվեն դատական համակարգում եւ իրենք տեսնեն, որ իրենց շահերը ենթարկված չեն, անտեսված չեն, սա արդեն մեծ քայլ է, որովհետև միջազգային հանրությունը դրա համար է ստեղծել այդ միջազգային տրիբունալը, ինքը պետությունների համար չի ստեղծել, որովհետև նախկինում երկրորդ համաշխարհայինից առաջ անհատը որպես այդպեսին որևիցե նշանակություն չուներ, ներկայությամբ այդ ինստրումենտների ձևավորումը հենց եղել է այն նրանով պայմանավորված, որ անհատին պաշտպանություն ներկայացվի, ու եթե մեր քաղաքականությունը, մեր իշխանությունը հենց այսպիսի տրամաբանությամբ առաջնորդվում, որ մենք որպես այդպեսին մեր դիմումները հետ ենք վերցնում, նշանակում է մեր անհատները որպես այդպեսին որևիցե նշանակություն չունեն, հա, որովհետև Ադրբեջանը կանգնում է իր անհատի առաջ պաշտպանության, մենք կոլեկտիվ անհատներից հետ քայլ ենք կատարում եւ դրա փոխարեն չենք նույնիսկ ես կանխատեսում եմ որ չենք էլ պատրաստվելու անհատական այդ բողոքները բերված որևիցե ձևով աջակցել, որովհետեւ սա պարզապես պետության կողմից անհատի նկատմամբ շատ վատ վերաբերմունք է։ Շնորհակալ եմ, դեռ կամփոփեք, խնդրեմ Տիկին Մելիքյան, ինչ եք մտածում ասվածի վերաբերյալ։ Շատ բան եմ մտածում, բայց ժամանակը սուղ է, մի այլ հատվածի կանդրադառնամ։ Տեսեք, երբ որ մենք ունեցանք իշխանափոխություն 18 թվականին, ամենասկզբունքային տարերից մեկն էր, որը որ եւ իշխանությունը եւ հասարակությունը պահանջում էր, դա անցումային արդարադատություն էր որոշ իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի ունեցան Հայաստանում։ Այսինքն կար գիտակցում, որ եթե մենք ուզում ենք շարժվենք առաջ, մենք պետք է ճիշտ գնահատական տանք այն մասսայական խախտումների, որոնք տեղի են ունեցել ինչ-որ ժամանակահատվածում։ Հայաստանը ներքին, այսպես ասած, լսարանում կարծես դրա աջակիցը, բայց միջազգային հարաբերություններում ստացվում է ել ավելի մասսայական, ել ավելի նշանակալից իրադարձությունների առումով հրաժարվում է այդ քայլից։ Ճիշտ ասած, մեզ համար շատ վրդովեցնող է, երևի ճիշտ բառ սա կլինի, որ ոչ միայն ասում են, որ հրաժարվելու են գանգատներից, այլ որքանով որ հասկանում ենք կրկին ասեմ, որ հրապարակայինի տեքստը ենթադրությունների դաշտում ենք մնում, համենայն դեպս հայտարարություններից այդպես է ստացվում, որ որևէ կետ ու դրույթ նախատեսված չէ այլընտրանքային արդարադատության մեխանիզմ սահմանելու համար։ Այսինքն մենք միջազգայինից հրաժարվում ենք, որը որ ընթացիկ է, կան կոնկրետ երաշխիքներ, կոնկրետ գործընթացներ, իսկ այլընտրանքային արդարադատության որևէ համակարգ լինի դա ճշմարտության ինչ որ հանձնաժողով կամ այլ դատարան կամ ինչ որ այլ մեխանիզմ, որտեղ որ դժողների իրավունքները կպաշտպանվեն, կվերականգնվեն, կհասկանանք ով էր մեղավոր, ճիշտ է իմանանք ճշմարտությունը ինչ որ չափով գուցե եւ բոլորս էլ ուզում ենք իմանալ որոշ իրադարձությունների մասով, այդ թվում նաեւ ճշմարտությունը, հա, քանի որ դրանք խոսույթի, այդ թվում նաեւ Խոջալույի ցեղասպանության նարատիվի տեղ են տվել եւ այլն, հա, այսինքն եթե մենք էլի շարունակենք չանդրադառնալ այդ հարցերին ոչ մայք միջազգային դատարանում, ոչ եվրոպական դատարանում, ոչ այլուր, կստացվի որ Ադրբեջանը իր խոսույթները առաջ տանելով, որտեվ երեք տարածեցին հերթական փաստաթուղթ ՄԱԿ-ի Նյու Յորքում, հա, ՄԱԿ-ի գրասենյակում ադրբեջանցիները հերթական ապացույցը, զեկույցը, որ Խոջալույում տեղի ունեցել ցեղասպանություն, Հայաստանի իշխանություններ ինչ որ քաղաքացիներ մեղավոր են եւ այլն, այսինքն իրանք ակտիվորեն շարունակում են շատ ագրեսիվ տեղեկատվական, հա, իրենց պատերազմը այդ ուղղությամբ, իսկ մենք առնվազն 23 թվականի սեպտեմբերից հետո միջազգային հարթակներում շատ ավելի մեղմ հայտարարություններ ենք ունենում։ Մի բան էլ հիշեցնեմ, Բաքվի դատավարությունը չի դադարելու
Այո, այս համաձայնությունը։ Ավելին ասեմ, իրենք արդեն 3 կրկին ցիտեմ ադրբեջանցի պաշտոնատար անձանցից մեկին, ով ասաց, որ իրենց Global Forum-ի շրջանակներում հայտարարեց, որ Իլերումն արդեն քննարկված պահանջների Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը համագործակցելու է այդ դատավարությունների գործընթացին, եթե ուզում է խաղաղություն։ Այսինքն մենք արդեն տեսնում ենք նոր խոսույթի ձևավորում, որ վաղը չմիսոն էլ կասեն հանձնեք այսինչ անձանց կամ խումբ անձանց կամ դուք դատեք կամ այլ ինչ որ մեխանիզմ նախատեսեք, հակառակ դեպքում չենք ստորագրելու եւ այլն։ Այսինքն անդադար միակողմանի ու նախագահն էլ կրկնեց, մենք չենք մոռանալու օկուպացիայի ժամանակ կատարված խախտումները եւ վնասները պատճառված, կարծես թե հստակ մեսիջ է, որ իրենք ինչ որ եղանակով շարունակելու են իրենց մնդումները։ Իսկ մենք միակողմանի հրաժարտ, ներեցեք մի բան շատ կարեւոր է, մեզ համար նաեւ շատ մտահոգիչ է, որ Հայաստանի իշխանությունները այդ կետին համաձայնվել են առանց դժողների հետ որևէ քննարկմանը։ Սա տարական սկզբունք է, որ դու չես կարող արդարադատության ճանապարհը փակել առանց դժողների հետ քննարկմանը։ Այն բոլոր դժողները տարբեր տեսակի եւ Հայաստանի քաղաքացիներ, ովքեր որ դժել են, լինի դա գերի կամ այլ ռազմական գործողություններից դժած, կամ Արցախից տեղահանվածները, ում հետ կամ անհայտ կորածների ընտանիքներում հետ որ մենք խոսում ենք, ոչ մեկին իշխանությունները չեն բացատրել, թե ինչ են անելու, որպեսզի իրենց խախտված իրավունքները վերականգնվեն կամ որևէ այլ կերպ ինչ որ չափով հատուցում կամ ճշմարտություն գոնե իմանան ինչ է կատարվել կամ չի կատարվել իրենց հարազատների հետ։ Շնորհակալ եմ, ամփոփենք պարոն Խարատյան, բայց կուզեմ նաև այդ Բաքվի դատավարության համատեքստին էլ անդրադառնանք միջազգային հայցերի հրաժարման պարագայում։ Եթե սա նաև քաղաքականություն է եւ դա իրապես քաղաքականություն է, որ իրար դեմ չունենք հայցեր, իրար նկատմամբ պահանջներ չենք ներկայացնում, իրար չենք դատում եւ այլն, իսկ Բաքվի դատավարության ճակատագիրը ինչ է լինելու, այսինքն բնական չէր լինի, եթե Ադրբեջանը այդպես միտված է խաղաղության եւ այլն, այդ դատավարությունը դադարեցներ պայմանագրի ստորագրումից հետո թեկուզ վերբալ մակարդակում նշեր, որ մենք էլ դա ենք անելու եւ իրապես ձեզ ինձ բոլորին համոզել, որ սա խաղաղության մասին է, իրապես պարտիկ տեսեք գերեվարել են 23 հոգու, բայց հետ են վերադարձնում եւ մեր հանրությունը երևի այս process-ը մի քիչ այլ կերպ կընկալեր։ Դրան մի հարցով պատասխան, իսկ ինչի պիտի անեն, որևէ բան իրենց չի պարտադրում, որպեսզի Հիմա ես ասեմ, մենք պետք է սկսենք նոր դարաշրջան, նոր եւ մաքուր էջից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Հիմա դա ցանկալի է, ցանկություն է, կենացային մակարդակում եւ այդպես շարունակ։ Հիմա ես դրան չեմ անդրադառնում, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն դատավարությունը շարունակելու եւ որևէ բան իրեն չի կանխում դեռևս, այլև բնականաբար այն բոլոր նարատիվները, որոնք այս տարիների ընթացքում օգտագործել է, ել ավելի խորացնելու է, ակտիվացնելու է։ Հիմա դրան ի պատասխան հայկական Հայաստանի Հանրապետությունը ասում է ես կարծում եմ, որ միակ ձևը խաղաղության գնալու այդ ամեն ինչը մոռանալն է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ երբ որ հայոց ցեղասպանությունը տեղի էր ունենում, դեռևս այդ տերմինը չկար։ 50 տարի ավելի սովետական ռեպրեսիվ ռեժիմի տակ թույլ չէին տալիս այդ մասին խոսել, հետո քաղաքային ինչ որ Նիկոլ Փաշինյանի դասախոսություններում փորձում է բացատրել, որը բոլորս գիտենք շատ լավ, հա, այսինքն Ստալինի մահվանից հետո Թուրքիան խնդրեմ դարձավ, խրախուսեցին հայոց ցեղասպանության մասին խոսակցությունը, բայց ամբողջ աշխարհում տարածվեց։ Հիմա 110 տարի է անցել, չգիտեմ, կանգնեց այս խոսակցությունը, լուծվեց խնդիրը։ Չի լուծվում այսպես, այսինքն մենք մի խաղաղության, մեզ պարտադրվել են մի շարք պայմանագրեր, այո, 1920 թվականին նույն տրամաբանությամբ, սկզբում գնացինք Բրեստ-Լիտովսկը չեղավ, Բաթումը չեղավ, եկանք հասանք նրան, որ Մոսկվան ու Կարսը առանց մեզ ստորագրեցին։ Հիմա ստեղ վստահ եմ, որ այս փաստարկը սկսելու են օգտագործել եւ դա ավատագույն բանը չի։ Ասելու են սա առաջին դեպքն է, երբ որ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ են սա անում։ Ասում են ու ասելու են սա, ասելու են այս տարածաշրջանի քաղաքական աշխարհագրությունը ձևավորվել է 20-րդ դարաշրջանին եւ ձևավորվել է Ռուսաստանի կամ բոլշևիկների ու քեմալականների միջև, դրա համար այս պատկերն եղել։ Հիմա մենք փոխում ենք իրավիճակ, վստահ եմ, հեսա կտեսնեք դա դառնալու է հաղթաթուղթ, ասելու են, սա առաջին դեպքն է, որ դա մեր սուվերենությունն է, ասելու են, որ մենք ինքնիշխան ճանապարհով լուծում ենք։ Շատ լավ, հրաշալի կարա հնչի այդ արտահայտությունները։ Սա ինչ է նշանակում։ Այն գինը, որով իբրև թե խաղաղությունը հաստատվելու, իսկ ես կրկնեմ, այն սկեպտիցիզմը, այն կասկածը, որ մենք ունենք, այն շարունակական մեքենան, որ աշխատում է Ադրբեջանում, որի առավել կարևոր իհարկե խնդիրը ներսում Ալիևի հեղինակությունը պահելն է, իր հանրությանը շարունակել սնել, թե ինքը ինչ հաղթող կողմ է եւ այլն, 5-րդ տարին է, ինչքան կարող ենք պարտված կողմի դիրքերից բանակցել։ Սա հնարավոր չի այլևս, հասկանում եք, մենք մեր դիվանագիտական օրինակ առաքելություններին ինչ է, օրինակ ինձ շատ հետաքրքիր է կոնկրետ տեխնիկական հարց եմ տալիս։ 3, երբ որ Ադրբեջանը հայտարարեց, որ այդ փաստաթուղթը կա, որին Հայաստանը 2 ժամ հետո արձագանքից ասեց կա։ Մենք մեր դիվանագետներին ասել ենք գնացեք ձեր մայրաքաղաքներում խնդրեք, որ ողջունեն, թե ադրբեջանցիներն են դա արել։
Սա օրինակ շատ կարևոր դետալ է։ Ով է ուզել, որպեսզի այս փաստաթղթին միջազգային Հայաստանի երրորդների բարեկամ լեգիտիմություն տրվի։ Մակրոնը եթե ողջունել է, ուրեմն կարելի է հայկական ձեռք փնտրել։ Այսինքն հայկակ չէ, Կամ այլ երկրներ են, նախաձեռնության։ այլ երկրներ են, այո, Ես բայց առաջին ցուցուն Թուրքիայից հետո օրինակ անմիջապես հետո խոշոր խաղացող Ռուսաստանն է։ Այնինչ պարոն Սարգսյանն ասաց Ռուսաստանի դերում շատ կոնկրետ ու ճիշտ, ընդ որում հասեմ ձեզ նաև, որ Իրանը օրինակ դեռ արտգործնախարարության մակարդակում չի ողջունել։ Դեսպանության էքսի պաշտոնական կայքում ուղղակի այդպիսի հայտարարություն են արել, բայց այնպես չի։ Շատ ուշադիր նայում են, տեսնեն սա ինչի է վերածվելու։ Հիմա շատ լավ կլինի, որ այս ամբողջ դեբատը հանրային լայն տարածքում մի հատ քննարկվի, բայց առանց միմյանց վիրավորելու եւ առանց բղավոցների, հա, ես վստահ եմ, որ դրա Չէ, խոսենք մի հատ, էլի խոսենք, հասկանանք, օրինակներ բերենք, Փարքասու եւ միտքը եւ փորձը, տարբեր երկրների ունեցած նախկին փորձը, այդ նույն Դեյտոնները եւ այլն, որոնք որ ունեցել ենք, ինչպես են եղել խաղաղության եւ հաշտեցման, ինչ հանձնաժողովներ են աշխատել, հանրությունների միջև ինչ որ կետից հետո, արդյոք դա խաղաղություն, հիմա ձևակերպում ենք անում ու ճիշտ է, no justice no peace, հա, չկա արդարություն, չկա խաղաղություն, օքեյ, մի դեպքում կա, մի դեպքում կարող է չլինել, մի դեպքում դրա կայունությունը կարող է կասկածի տակ առնվել եւ այսպես շարունակ, բայց մեր պարագայում սա ինչ է դառնալու, այս փաստաթուղթը, փաստացի, նաեւ այն մարդկանց, այն անձանց իրավունքները եւ այն ամբողջ փաթեթը, որ մենք ունեցել ենք մինչ այս որպես Հայաստանի Հանրապետություն, զրոյացնելու է եւ նույնիսկ հետագայում հնարավորություն չի տալու, որպեսզի մենք այս մասին խոսենք։ Վստահ եմ, որ այդպես ուղղակի մի փաստաթղթով դա չի լինելու, նաեւ խիստ կասկածում եմ, թե Հայաստանում դրա մասին խոսողներին ձերբակալելու են կամ չգիտեմ, դրան որ հասնենք, ես արդեն չեմ էլ պատկերացնում, թե ինչ է լինելու։ Ամփոփենք Տիկին Քարամյան։ Եթե խոսենք Բաքվում տեղի ունեցող այդ շոուի մասին, տեսեք, Ադրբեջանը մինչև դեռ դատական այդ process-ը սկսվելը, երբ որ նորեն ձերբակալվել այդ մարդիկ, միանգամից հայտարարել է, որ ինքը սա լինելու է դատավարություն, Նյուրնբերգյան դատավարություն Հայաստանի դեմ։ Այսինքն իրանք չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը ոչ թե Արցախն է եւ ոչ թե այդ մարդիկ են, որոնց իրենք իբրև դատում են, այլ Հայաստանն է։ Ադրբեջանի նպատակը Հայաստանի պետականության վերացումն է։ Սա բոլորը պետք է հասկանան վերջապես, էլի։ Այսքանից հետո էլ չեն ուզում մարդիկ հասկանան, թե ինչ է ուզում Ադրբեջանը, ինչի համար է այսքան զիջումներ պարտադրում Հայաստանին։ Ադրբեջանը պետք է վերացնի հայկական իրանց նպատակը Ղարաբաղը չէր միայն, Արցախը չէր միայն։ Իրենց նպատակը հայության այս ռեգիոնից դուրս հանումն է։ Այսինքն, այստեղ հայեր լինելով, իրենք չեն կարող երկիր լինել։ Այսինքն, այս պետությունը գոյություն ունի հայատյացության, քաղաքականության հիման վրա։ Հենց որ այդ հայատյացությունը վերանում է, այդ պետությունը կարող է փլուզվել։ Եվ իզուր չի, որ իրենք հիմա Բաքվում դատում են այն մարդկանց, որոնք որ խոսում են հայերի հետ հաշտության մասին, խոսում են Ադրբեջանի կատարած այդ հանցագործությունների մասին, այսքան այդ ժուրնալիստներին, որ այսինքն ովքեր որ հենց բերանները բացում են, խոսում են հայերի հետ հաշտության մասին, այդ մարդկանց արդեն ճշտամի են համարում հենց իրենց երկրում։ Սա է խնդիրը, որ մենք պետք է հասկանանք, այսինքն եթե ինքը դա է ուզում, եթե ինքը ուզում է ոչնչացնել մեր պետությունը, ուրեմն մենք պետք է հակառակ անենք, մենք պետք է ամեն ինչ անենք, որ պահենք մեր, իսկ մեր երկիրը պահելու ամենամեծ բանը, խնդիրը նա է, որ մենք պետք է խոսենք այն ամեն ինչի մասին, ինչ որ Ադրբեջանը կատարել է հայերի նկատմամբ։ Պարոն Սաքոնց։ Տեսեք, այն կառավարությունը, որը վատ է վերաբերվում իր քաղաքացիներին, չի կարող լավ վերաբերվել հարևան պետության քաղաքացիներին, դա աբսուրդ է։ Ադրբեջանը որպես ռեժիմ, որի բանտերը 1000-ից ավել քաղաքական բանտարկյալներ, ազատ խոսքի եւ ընդհանրապես ամբողջացված ավտորիտար բռնապետական պետություն է։ Ակնկալել, որ նա ընդհանրենք Տիկին Քարամյանի ասած, ինչ որ մի պահի գիտեք, վերափոխվելու է դառնալու, քանի դեռ ռեժիմն է հարգալից համոտենալու էթնիկ հայերի նկատմամբ, որտեղ իր համար կապ չունի իրապես։ Նա Բաքվի դատավարությունը դա շոու չէ, դա հրապարակային պատժիչ գործողություն է ամեն մի իրապես էթնիկ հայերի նկատմամբ, իրապես սա ինքը իր համար կապ չունի ով է։ Այո։ Ну, սենց ասեմ, ինքը հայ հասկացողությունը, որտեղ դա հենց տիպիկ, դա
ֆաշիզմը իր էությամբ եւ հիմա ֆաշիստական մտածողություն, ես կասեմ ուրիշ փաստարկել, ունեցողը Հայաստանին մեղադրում է կամ մեզ Հայաստանի հասարակությանը, հանրությանը մեղադրում է ֆաշիզմի լինել մեջ։ Իլհամ Ալիևը ասում է, որ ես կոնֆլիկտը լուծեցի։ Ամբողջությամբ վերահսկում եմ տարածքը, այսինքն իր համար այդ մարդիկ, որոնք այդ տարածքը մատնում, գոյություն չունեն։ Ինքը տարածքների մասին է մտածում։ Դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Ես ուզում եմ այդ Տիկին Քարամյանի ասած այդ ահազանգը, որ ինքը Հայաստանի Հանրապետություն տարածք է դիտարկում, որը պետքա վերահսկողության տակ վերցնել։ Ես չգիտեմ արդեն հիմա, եթե չնայած Սահմանադրական դատարանը այնուամենայնիվ որոշում կայացել է, որ անկախության հռչակագիրը, հա, որևիցե տարածքային բան չի ենթադրում, չնայած դրանից հետո ոնց են կամ ինչ է նշանակում փոփոխություն կատարելը, բայց իր համար նշանակություն չունի նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դիրքորոշումը։ Ասում եմ, չի դիտարկում, ու ոնց են դա այդ, այսինքն դուք ես ուշադրություն եմ դարձնում սրա վրա, որ միշտ ինչ որ որովհետև հանրաքվեով է, չէ՞, Ադրբեջանը նման չէ, որ բոլորին զորով ստիպելու են ասեն, թե գնա քվեարկի փոփոխության օգտին, եթե ձևի փոփոխություն եղնի։ Ու անլուծելի իրավիճակ է, որի ես դա փաստարկ եմ բերում, որի պարագայում այդ համաձայնագիրը նույնիսկ անգամ որ ստորագրի չի աշխատելու, ինքը հողում անելու, ասես չեք փոխել սահմանադրությունը, չենք աշխատացնում այդ։ Այդ մնացած բաների մասին չեմ խոսում, հա, գաղափարախոսության, չգիտեմ, որակումների եւ այլն, հա, բայց փոփոխություններից էինք խոսում, Հայաստանը, Պաշտպանական Երևանն ասում էր, որ սա էլ է երկկողմ լինելու։ Եթե մենք սահմանադրություն պիտի փոխենք, ապա իրենք էլ իրենց հուսավատական Ադրբեջանի մասին։ Եվ վերջո, հիշում ենք հենց վարչապետի մակարդակով, երբ որ խոսում էր, որ էգզիստենցիալ վտանգի մասին, չէ՞։ Այդ էգզիստենցիալ վտանգի կանխման ճանապարհը հաստատ այս նման տիպի գործողությունը չէ։ Ես սա հստակ եմ ասում։ Առանց պատերազմական հանցագործությունների իրավական գնահատականի, իրովին համաձայն եմ, այդ միջազգային բանով թեկուս այդ անցումային արդարադատության, հա, որովհետև չի կարող առաջ թաս լինի, ճիշտ հասկացեք։ Բակալեմ, Տիկին Մելիքյան, խնդրեմ։ Մի քանի հանգամանք կուզենայի նշել ամփոփման խոսքում, նախ այդ ահաբեկիչ որակելը, այդ նոր խոսույթը, հա, որ շատ ագրեսիվորեն առաջ է տարվում Ադրբեջանի կողմից, պետք է ասեմ, որ շատ վտանգավոր միտումներ ենք տեսնում միջազգային փաստաթղթերում արդեն։ Եթե 24 թվականի ապրիլին, երբ որ մենք ՄԱԿ-ի խոշտանգումների կոմիտեում էինք քննարկում այդ հարցը ու Ադրբեջանը կրկին այդ դատավարություններով անցնող այդ հայերին ներկայացում էր որպես ահաբեկիչ եւ Արցախում սեպտեմբերին կատարվածը ներկայացրել որպես հակահաբեկչական գործողություններ, կոմիտեն, այսպես ասած, չհամաձայնվեց եւ այլ որակումներ տվեց, ասես որ Ժնևյան կոնվենցիաները են կիրառելի, գերի են, ռազմագերի են եւ այլն, հա, ըստ էության։ Բայց այս ամսին արդեն տեսնում ենք մեկ այլ փաստաթուղթ ՄԱԿ-ի, մեկ այլ մարմնի կողմից տրված, որտեղ որ կարծես թե ադրբեջանական խոսույթը այլ գնահատականի է արժանացել մի քիչ ավելի կամ շատ ավելի ադրբեջանական։ Այսինքն քանի որ դեմը առնող չկա, հակափաստարկ բերող չկա, այդ նարատիվը շատ արագ տարածվել եւ պետք է հասկանանք, որ ինչքան էլ մեզ թվում է, որ ամբողջ աշխարհը 30-35 տարի գիտի թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում, ոչ, դա տեղեկատվական միևնույնը վակուում է, ով առաջինը լցրեց ու այս պահին որտեվ ոչ մեկ չի նայել 30 տարի առաջ ինչ ա եղել, 10 տարի առաջ ինչ ա եղել, այս պահին ով ավելի ագրեսիվ տեղեկատվական դաշտը զբաղեցրեց, առաջ տարավ իր խոսույթը, այդպես էլ շարունակվել է։ Մենք արդեն տեսնում ենք նույն այդ հայտարարություններում ԵՄ-ի, Գերմանիայի արտգործնախարարության եւ այլն, երբ որ ասում է, որ Հայաստանի քաջ փոխզիջումների արդյունքում եւ այլն։ Սա կարող է մեկնաբանվել, որ Հայաստանն էր խոչընդոտում խաղաղությանը, Հայաստանն էր վատամարտը, վատ երկիրը, որը որ խախտումներ էր անում եւ այլն, ընդունեց իր սխալները, այսպես ասած, փոխզիջումների գնաց, հիմա արդյոք հնարավոր է խաղաղություն թե ոչ։ Մեկ այլ բան էլ կուզենամ անդրադառնամ այդ նորեջից սկսելու հանգամանքը, հա, նորեջից մենք կարող ենք սկսել, երբ որ մենք տեսնում ենք, որ զուգահեռ գործընթացներ են գնում եւ հաշտությանն ուղղված նախապատրաստում են հասարակությունները։ Մենք դա չենք տեսնում եւ հունվարին այո շատ ակտիվորեն Ադրբեջանի իշխանությունները շարունակում էին մեզ անվանել եւ ֆաշիստ եւ այլ մեղադրանքներ հնչեցնել եւ այլն, այսինքն տարածելով այն նույն ատելության խոսքերը եւ խոսույթը, որի դեմ էլ հենց այդ բողոքը ՄԱԿ-ի միջազգային դատարան բերվել է։ Այսինքն եթե մենք տեսնում ենք, որ զուգահեռաբար շարունակվում են այն վտանգները աճել կամ շարունակվել, որոնք որ հենց հիմք են տվել այն կոնֆլիկտին, որը մենք ունեցանք Լեռնային Ղարաբաղի շուրջ, ապա ինչպես կարող ենք խոսել նոր էջից կամ կայուն խաղաղություն ունենալու մասին։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, ամփոփենք։ Ես մենակ մեկ բան կարող եմ ասել, համաձայն եմ բոլոր գործընկերներիս հետ։
մենք մի բան էլ պետքա չմոռանանք, որ նույն միջազգային ինստիտուտները, որքան էլ իրանք կարևոր են, իրանք խնդրին լուծում որպես այդպեսին չեն տալու։ Սա բանացիա չի, որ մեր խաղաղության ինքը բանի, բայց սա գործիք է, որպեսզի դիվանագիտությունը եւ հասարակական կազմակերպությունների դիվանագիտությունը ճիշտ աշխատի։ Հիմա եթե մենք այսպես ՄԿԴ-ն միավոր եկավ մեր գործերը լուծեց, այդպես չի լինելու, որ տենց միանգամից ինչ որ մենք պատերազմական հանցագործ կտեսնենք դատապարտված, այնտեղ դատավարությունները շատ երկար են տևում, այդ ամբողջ գործընթացները շատ երկար են տևում։ Բայց այդ ինստրումենտները առանց դիվանագիտության, առանց հանրային դիվանագիտության մենք պետք է դրանք օգտագործենք։ Մենք պետք է այս սկզբանե դրանք ողողեինք բոլոր ուղղություններով, նույն խոշտանգումների կոնվենցիայի շրջանակներում պետք է դիմումներ գնային։ Ես շատ ուրախ եմ, որ այդ գործընթացները ՄԱԿ-ի առանձին խմբերի, մասնագիտացված խմբերի շրջանակներում քննարկվում են, բայց պետք է ավելի դրանք մասշտաբային ստեղծել, որտեղ մենք ունենք բազմաթիվ իրավական գործիքակազմեր, որոնք կարելի է բոլոր ուղղություններով ողողել, բայց դրա համար հարկավոր է շատ կոորդինացված աշխատանք։ Երևի թե այսքանը։ Շնորհակալ եմ, հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում քննարկում ենք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև միջազգային դատական այցաններում միմյանց դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու համաձայնության թեմատիկան Խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում քննարկմանը մասնակցում են Արսեն Խառատյանը, Ալիք մեդիայի հիմնադիր, Մարգարիտ Ղարամյանը, Վերադարձ դեպի Դիզակ հասարակական կազմակերպության ղեկավար, Արթուր Սաքունցը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան, Աննա Մելիքյանը, իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ եւ Գուրգեն Պետրոսյանը, հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ։ Շնորհակալ եմ Factor TV գալու համար, շնորհակալ եմ նաեւ ձեզ հետևելու համար, հաջողություն։